Կարինեն սփոփանք է, մխիթարանք է։ Այնքան ուշադիր, որ ես միշտ ասում եմ, այ մամա ջան, ես քեզ համար ոչինչ չեմ արել։ Շատ ուշադիր է Օֆելիա ջան, վերին աստիճանի։ Եվ սննդի կարգում, եւ այդ ուշադրության, այդ մաքրության, ամեն ինչի համար վերին աստիճանի ուշադիր է։ Իմ մաման ինձ հետ չի ապրել, բայց ոչինչ չեմ արել, մամայիս համար սիրտս ցավում է։ Որ հիշում եմ ինքը ինչքան լավություն անում այդ մոմենտին ասում եմ գեղուկներս որ կտրում ասում եմ մամա ջան քեզ համար ոչինչ չեմ արել ամեն մի բանով միշտ հիշում եմ չէ շատ ուշադիր է պես ասելա լավ ու ինքն էլ Տիկին Ռոզա ձեր զարդերը ձեր հագուստը դուք եք ընտրել միշտ հիմա դուք եք ընտրում որը որի հետ հագնեք ոնց համադրեք Ես սիրում եմ ես ընտրեմ իմ ճաշակն ու իր ճաշակը շատ տարբեր է ոնց որ իմ աղջիկը չլինի տարբեր եք ճաշակով ես իմ ճաշակն ունեմ ինքը իրան ես որ ինձ հագցրել է իր ճաշակով բայց ճաշակը չի հագցրել Հիմա նկարագրեք որ եթե ձեր ճաշակով հագնեիք ինչ կհագնեիք Ես ասեցի էլի են սիրելվի բլուսկաս առաջ համորկայով այդպես սիրուն է շատ նա կհագնեի բայց ինքը ես հագցրել վառ գույներ եմ սիրում Որ գույները Սիրենվի ոնց էլ լիմոնի կարմիր Մանուշակագույնը կյանքի գույնն է կյանքի գույնն է Այո վարդագույն մանուշակագույն այդպես միշտ այդպեսին եմ հագել կարմիր գույնը շատ էի սիրում բայց ինձ դժբախտություն պատահեց երկու տղաներից նրանից հետո կարմիր չեմ հագել կարմիր շորերս էլ ուրիշի եմ տվել Ոնց հաղթահարեցիք Տիկին Մխիթարյան Ոնց հաղթահարեցի թատրոնի միջոցով իմ հանդիսատեսի միջոցով ինձ շատ է օգնել թատրոնը մտքի եւ հուզմունքի տաճար է միայն թատրոնի միջոցով ես հաղթահարեցի իմ շատ սիրելի եւ դրսում եւ ներսում իմ հանդիսատեսին շատ է օգնել երեկոները որ պարկում եմ որպեսզի չհիշեմ կամ իմ դերերից եմ հատվածներ հիշում խաղում պարկած ժամանակ ես շատ քիչ եմ քնում չեմ կարողանում կամ ասմունքում եմ այդպես էլի Մի ամենասիրելի քառատող կասեք ամենաշատը ձեզ բնորոշ Տարիներս ուր մնացին տարիներս կանաչ կարմիր սև սպիտակ տարիներս իմ սառն ու տաք ծուռուշի տակ տարիներս ուր գնացին խեղճ ու կորակ մոտամոմիկ տարիներս իմ թևաբեկ տարիներս իմ սիրավոր իմ ձիավոր տարիներս ուր մնացին որքան ցավել տվին առանց որքան սևեր տարիներս որքան չասված խոսքեր տարան որքան չասված սերեր տարան տարիներս ուր մնացին ինչպես անցան քարքրքրով երկենք խմող տարիներս այս ինչքան շուտ վրա հասան իմ ասուպավոր տարիներս մեն մի օրով հավաքվեին գային եւ աճունիս վրա լային իմ բախտավոր աղետավոր տարիներս կանաչ կարմիր սև սպիտակ ապրած բոլոր տարիներս Հրաշալի է շնորհակալ եմ Բացում եք հիշողությունս վատ թարացել է, լավ էլ հիշեցիք Տիկին Ռոզա, բժիշկների հետ ոնց եք, բժիշկի գնում եք, առողջական հարցեր իրենց վստահում եք, թե ինքներդ ձեզ Ճիշտ ասած ցավող տեղ չունեմ չեմ հիվանդացել ընդհանրապես միշտ առողջ եմ եղել ուղղակի ես որ վեր ընկա ներկայացումը խաղացել եմ եկել եմ տուն վեր եմ ընկել Վերջին անգամ բեմ երբ բարձրացաք, քանի տարեկանում ու հետո ինչ եղավ Վերջին անգամ մինչև այդ խաղացել եմ եւ եթե վերջ ընկնեի մինչև հիմա էլ կխաղայի Ձեր ամենասիրած դերը որն է, որ ամենաշատն է հենց ձեզ բնութագրում Գիտեք ինչ, այդ հարցը շատ են տալիս, բայց ես տարբերություն չեմ դնում, որովհետև յուրաքանչյուր դերի մեջ անգամ
հոգեկան ու ֆիզիկական ուժ եմ ներդնում, որ չեմ կարող տարբերել մեկը մյուսից, այդ միևնույն է, թե ասել որ երեխայիդ է սիրում, այդպես ես սիրում եմ իմ բոլոր դերերը, տապալված դեր չեմ ունեցել։ Թատրոն ընտանիքից ոնց որ շատ եք սիրել։ Չէ, այդ աստիճանի չէ, ընտանիքս եւ թատրոնն եմ սիրել, դրա համար երեխուս փոքր երեխուն գրկած տարել եմ հյուրախաղերի, ուրեմն թատրոնն եմ շատ սիրել, ընտանիքս էլ երկուսին էլ սիրել եմ, թատրոնն ինձ համար կենսական անհրաժեշտություն է, կյանք տվող մի ուժ է, երբ որ ինչքան մեծանում ես, այնքան խորանում ես կերպարիդ մեջ, բյուրեղանում է նրա ստեղծագործական միտքը եւ ավելի խորն ես ճանաչում ինքդ քեզ։ Երևի ամեն դերի մեջ քեզ տեսնում ես, չէ՞, մի տեսակ, ամեն դերից մի հատված դու ես։ Ինչի մասին եք երազում։ Հիմա։ Այո։ Հիմա երազում եմ, որ Մարիամս երեխա ունենա։ Ծորների մասին։ Թորս, ես մի թորն ունեմ, երկու թորել ունեմ, Գերմանիա են ապրում, մեծ տղայիս երեխաներն են, կինը ընդեղ է, երեխեք ընդեղ են երկու թորս, կարոտում եմ, չեմ տեսնում, հիմի մի հատ թոր ունեմ, աղջկաս աղջիկն է, երազում եմ, որ մի երեխա ունենա, ու հույս ունեմ, որ ունենա, հա, Մարիամ ջան։ Թող իրականանա ձեր երազանքը, Տիկին Ռոզա։ Ահա։ Ձեր անունը կդնեն։ Իմ անունն էլ է Ռոզա, իմ փեսայի մոր անունն էլ է Ռոզա եղել։ Դե այլ ընտրանք չունեն։ Չէ։ Սրտով չի ձեր։ Հա։ Սրտով չի այդ անունը։ Իմ անունը որ դնեն։ Հա։ Չէ, պետք է չի, ոնց ուզում են թողնես դնեն, ես չեմ ասի։ Ոնց կուզեն, ինչ անուն կուզեն, են էլ կդնեն։ Առաջադեմ Տիկին Ռոզան։ Առաջադեմ եք, չէ՞, մտածողությունը ձեր առաջադեմ է։ Հա, թող իրանք ոնց ուզում են, այդ անուններ դնեն, բոլորովին ես այդպես բաներ չունեմ։ 96 տարեկան երկարակարգ չի, հայրս եկավ ձեռքիցս բռնեց տարավ, ասեց չխանգարեց եւ չեմ փոշմանել, որ եկել եմ, չարությանը չարությունով մի պատասխանի, վառ գույներ եմ սիրում, այն չեմ ինչ որ եղել եմ, դե փող չունեի, որ տոմսանվեի, ուր գնացին խեղճ ու կորակ մոտամոտ տարիներս, փոխանակ ուրախանամ, հրաժարվեցի, դուչս բեմին չէր հասնում, այսպես էի անում, ինչներ եմ, ոնց կարամներ եմ, իմ երեխուն սպանողին ոնց բորանամ, մամաս էլ հարևանու հետ ինձ ամանել, մտածում եմ, որ պարկում եմ վեր եմ կենալու, թե չէ։